անցում ենք նոր ճանապարհի, ավելի մեծ, ավելի պատասխանատու։ 4 տարի միասին սովորեցինք, գրեցինք, կարդացինք, երազեցինք և դարձանք մեկ մեծ ընտանիք։ Դե ինչ հարգելի ներկաներ, այժմ մենք կներկայացնենք, թե այս 4 տարիների ընթացքում ինչ սովորեցինք, կարողացանք և արժևորեցինք։ Սովորեցինք հարգել միմյանց, լինել ընկեր, լինել մարդ։ Սովորեցինք, որ մարդիկ տարբեր, ունեն տարբեր կարծիքներ և զգացումներ։ Եվ այդ տարբերությունները մեզ բաժանելու չէին, այլ միավորելու։ Սովորեցինք, որ բոլորս տարբեր ենք, և դա է մեզ ուրախ դարձնում։ Մենք սովորեցինք, իմացանք մի շատ կարևոր բան, որ յուրաքանչյուր մարդ ունի իրավունքներ, ուղղակի ելնելով անվանից, որ նա պարզապես մարդ էակ է։ Մարդու իրավունքները հիմնված են այն սկզբունքի վրա, որ յուրաքանչյուր մարդ ծնունդ-ազատ իր իրավունքներով ու արժանապատվությամբ։ Այդպես էլ մենք, ավելի անգուր կառչելով մեր հարազատ դպրոցին սկսեցինք սովորել ու սովորել, սիրել ու սիրվել, վիճել ու հաշտվել։ Սովորեցինք, որ համայն մարդկանց իրավունքները հավասարապես կարևոր են, անկախ հանգամանքներից ու իրավիճակներից։ Սովորելով դպրոցում իմացանք, որ Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունվել է 1980 թվականին երեխա իրավունքների մասին կոնվենցիա։ Բոլոր երեխաները անկախ այն բանից թե ովքեր են նրանք, որտեղ են ապրում, ինչով են զբաղված նրանց ծնողները, այցով տղաներին թե աղջիկներ, որն է նրանց մշակույթը, հարուստ են թե աղքատ։ Ունեն կյանքի իրավունք, Անուն, ազգանուն ունենալու իրավունք, ծնողների հետ ապրելու իրավունք, Սեփական կարծիքն արտահայտելու, լսելու լինելու և մեծերի կողմից ընդունելու լինելու իրավունք, Ընկերներ ունենալու իրավունք, նրանց ընդունելու, հասկանալու իրավունք, կրթություն ստանալու և դպրոց հաճախելու իրավունք, խաղալու և հանգստի իրավունք, պաշտպանված լինելու և ուժգնություն ստանալու իրավունք, մաքուր և ապահով շրջական միջավայրում ապրելու իրավունք, նաև երգելու և պարելու իրավունք։ You said no, 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 I said no, 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 no. You say take me home, I said no, very no. You said no, 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 I said no, 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 no. No, 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 no.
Let's
Այո, բայց այժմ մենք պետք է ներկայացնենք այն 7 արժեքները, որը ծագում է մարդու իրավունքներից։ Այս արժեքները օգնում են մարդուն կանցել առողջ հարաբերություն և ապրել արժանապատվություն։ Հարգալ, ընդունել և գնահատել մարդկանց տարբերությունները։ Ազնվություն, ճշմարտախոսություն և անգամ վար։ Պատասխանատվություն, սեփական գործողությունների հետևանքների գիտակցություն։ Արդարություն, հավասար և արկողնական վերաբերմունք։ Հանդուրժողականություն ընդունել այդ կարծիքներ և մշակույթներ։ Տարություն, օգնել ուրիշին, լինել տարեկցող։ Ինչպես բոլոր դասաժամերին, այնպես էլ այսօր։ Մեր ասելիքն անդրադառնում ենք վեր հանելով ամենագլխավորը։ Այս սերն է, հոգատարություն, ջերմություն ուրիշների հանդեպ։ Աշխարհը ձգտիր սերը։ Որպեսզի դառնանք այդ արժեքների ակնկալողը, պետք է լինենք կարգապահ և աշխարհի մարդկանց սիրո աչքերում։ Հայաստանի գյուղերից մեկում տանտիկին առավոտյան դուրս է գալիս, դրան շրջկա համակրելու ու տեսնում է, որ 3 ծերունի են կանգնած։ Համեցեք տուն, հյուր կլինեք։ Բարի դրում։ Աննե, չէ, բայց եկեք, Գրգաշեի կհագստանան մինչև ամուսինս գա։ Չէ, լավ է, աղջիկ ջան, մենք կասենք մինչև ամուսինը գա։ Կինը ներս է մտնում, փախսի հետ տան գործերով զբաղվում ու մոռանում ծերունիների մասին։ Երեկոյան ամուսինը հոգնած վերադառնում է դաշտից։ Այմա, տարավորմանից դրան դիմաց 3 ծերունի են կանգնած։ Հրավիրեցի չեկա։ Հայկնիկ, նուր ասում է գրավելի, թող ներս գա։ Ամուսինս արդեն ստանն է, ներս եկեք։ Մենք սրբեր ենք և մեզանից միայն մեկը կարող է շատ։ Մեկը սերն է, մյուսը աջողությունը, երրորդը հարստությունը։ Այմա, ծերունիները ամեն մեկը մի բան է խորհրդանշում։ Սեր, հաջողություն և հարստություն։ Դրանից մեկը կարող է միայն մեր տուն գա, եթե կանչենք։ Հայկնիկ, կարծը հազիվ իր ոտով եկել է մեր տուն։ Արի հարստությունը տանիք, սխիտիկ մարդավայրը։ Ավելի լավ չի լինի հաջողությունը կանչեք, օտարության մեջ որդի ունեք։ Թող քո ասածը։ Հայկիկ մայրիկ, ինչ կլինի, սերը կանչեք, թող սերը գա։ Մենք սեր ընտրեցինք, թող սերը գա։ Թող սերը գա, ես սեր ընտրեցի։ Սիրելիներ, մի տեղ որ սեր եկավ, այնտեղ հաջողությունը, հարստությունը անպակաս կլինեն։ Սիրելի ուսուցիչ, դուք մեզ տվել եք ոչ միայն գիտելիքներ և սովորեցրել եք հասկանալ կյանքը, վստահ եք մեր ուժերին։ Չփախենար սխալվելուց, որ սխալվելն է կարող է հաջողության մի մասը լինել։ Շնորհակալ ենք ձեր համբերության, սիրո և ջերմության համար։
Իսկ մենք խոստանում ենք Ընկերներ բարի, հարուչով, աշխատատեղեր և հայրեն հայրենիքը։ Հայրենասիրության, ընկերասիրության, մարդասիրության, ծնողասիրության գրող։
շնորհակալ եմ ձեզ։ Այս 4 տարիների ընթացքում կրթել մեր երեխաներին, դաստիարակել, լավ մարդ սարքելու համար շատ շնորհակալ եմ ձեզ։ Կարևորեցիք, արժևորեցիք այն արժեքները, որոնց գրողը պետք է լինեք դուք։ Ունենք գեղեցիկ խոսք, ունենք գեղեցիկ կեցվածք, դաստիարակություն, մեր դպրոցը տվել է և տալու է կրթված և դաստիարակված սերունդներ։ Բոլորիս, որ մի նոր սերունդներ են ճանապարհեցին, ընդունելու էին ձևավորված, համակարգող այս դարին համապատասխան երեխաներ և մեր աշխատանքի շնորհիվ վերջնությունն է կտեսնենք 9-րդ դասարան։ Սիրելի երեխաներ, դուք այնքան լավ պիտի ձեզ պահեք, ու այնքան լավ սովորեք, որ ընկեր Գասպարյանի պահիվը դրանով բարձր պահեք։ Աշխատել եք երկար տարիներ, ձեր երկրորդ ծնողներն եք և նրա խորհուրդներով առաջնորդվել մինչև վերջ։ Շնորհակալություն